Բարև ձեզ, եթերում մեկը հազարից հաղորդաշարն է։ Մեր այսօրվա հյուրը Հերիկնազ Մխիթարյանը կարճահասակություն ունի, բայց Հերիկնազ Մխիթարյանը կարող է շատերի համար լավագույն օրինակ լինել, թե ինչպես պետք է ապրել կյանքը կամ ինչպես չպետք է ապրել։ Հերիկնազ Մխիթարյանը պատրաստ է այսօր մեր տաղավարում խոսել վիճակագրական թվերից այն կողմ ապրած իր կյանքի եւ այդ կյանքի բարդությունների մասին, քանի որ թվերը լուռ են, իսկ մարդիկ ոչ։ Ես Հերիկնազ Մխիթարյանն եմ, 54 տարեկան, շուտով։ Ես կարճահասակ եմ, բայց կարճահասակությունը իմ համար պրոբլեմ չի առաջացրել ոչ մի անգամ։ Հակառակը ես շատ սիրված եմ եղել, ես շատ սիրում եմ բոլորին, ու շատ ակտիվ կյանքով եմ ապրել, բոլորի հետ շփվում եմ, ոչ մի բանից չեմ նեղվել։ Աշխատել եմ մանկական սրճարանում, որպես գնդելիք փոխոնիկ, աշխատել եմ կրկեսում էլի որպես գնդելիք փոխոնիկ։ Ես սիրել եմ կյանքը, սիրում եմ ու կսիրեմ, սիրում եմ իմ երեխեքին, սիրում եմ իմ ընտանիքին, սիրում եմ բոլորին, անկախ նրանից, ով ոնց է, մեծ է, փոքր է, բոյով է, կարճ է, գեր է, նիհար է, կապ չունի։ Ես սիրում եմ։ Ձերս բռնի գնում ենք դուրս։ Արի, գնացինք։ Տիկին Հերիկնազ, բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր մեր տաղավարում եք, շատ ուրախ եմ ձեզ այսօր այստեղ տեսնել։ Ես նույնպես։ Տիկին Հերիկնազ հասակը չափում է սանտիմետրերով, բայց մարդու հոգու խորությունը նրա անցած ճանապարհով, հա։ Ձեր անցած ճանապարհն էլ հեշտ չի եղել։ Դուք եք հանդիպել բարդությունների, բայց քանի որ դուք կենսուրախ մարդ եք, ձեզ տեսնողը երբեք այդ բարդությունների մասին չի կարող կռահել։ Թվում է, թե դուք այսպես որևէ բարդության չեք հանդիպել ձեր կյանքում եւ ամեն ինչ այսպես պայծառ է ձեր կյանքում։ Հիմա պետք է խնդրեմ սկսեք ամենասկզբից։ Երբ դուք հասկացաք, որ ունեք կարճահասակություն կամ ինչ որ բանով տարբերվում եք մյուսներից, այսա երբ հասկացաք։ Մինչև 10 տարեկանը չեմ հասկացել, 10-ից հետո նոր հասկացել եմ։ Բայց չգիտեմ ինչի 10-ից 10-ամյակս լրանալուց հետո որ ես հասկացա, որ ես արդեն բոլորի նման չեմ։ Այսինքն երբ որ ձեր հասակակիցները արդեն ավելի հասակով։ Ես ու քույրիկս մի դասարանից էինք, դպրոց գնացել ենք նույն դասարանը։ Բայց ես մի տարի մեծ եմ իրանից։ Ձեր քույրիկը ունի կարճահասակություն, թե՞ չէ։ Իմ քույրիկը բոյով է։ Բոյով ջանո։ Հետո որ արդեն ինքը անցավ ինձանից, դասարանցիներն էլ արդեն անցան ու ես առաջինից երրորդ դասարան նստել եմ երրորդ նստարան։ Բայց երրորդ դասարանից հետո արդեն առաջին նստարան, որովհետև արդեն տարբերվում էր։ Հա, տարբերվում էի, որովհետև իրանք արդեն բոյված են, ես մնացի նույնը։ Բայց չեմ նեղվել, երբեք չեմ նեղվել։ Իսկ դասարանում օրինակ երբ որ արդեն սկսեցիք, հա, տարբերվել իրենցից, երեխաները շատ բան չեն հասկանում, չգիտեմ, ռեպլիկներ կլիներ կամ չէ խտրական վերաբերմունք, հանդիպել եք այդպիսի բաների։ Դասարանի կողմից չէ, որովհետև իրանց հետ ոնց որ այդ նույն ճանապարհը անցնում ես, այդքան չի երևում, իրանց աչքին չէր երևում։ Իրանք ավելի ուշ հասկացան, որ ասենք ես իրանցից տարբերվելու եմ, բայց կողքի դասարանները, ասենք, մանավանդ փոքր երեխեքը, մանավանդ փոքրները, որ նոր էին գալիս դասի, իրանք արդեն այդ ռեպլիկները կար։ Ամենասկզբից այդ ռեպլիկներից շատ էի նեղվում, սեղմվում էի, լարվում էի, բայց հետո արդեն Իսկ դպրոցական միջոցառումներին մասնակցում եք, թե բոլոր միջոցառումներին, անգամ մեր մեծերի, ես 7-րդ դասարան եմ եղել, 10-րդ դասարանցիները կարնավալ են արել, ես մասնակցել եմ,
Երևանի Երևան Այն ժամանակ էլ եք այդպես ակտիվ։ հա ես միշտ ակտիվ եմ եղել իմ մոտ ոչ մի բան չի փոխվել անկախ ամեն ինչից անկախ բարդություններից դժվարություններից ամեն ինչից ես չեմ փոխվել իմ բնավորությունը ես չեմ փոխվել ես ուրախ մարդ եմ ուրախ էլ մնում եմ Իսկ կհիշեք դպրոցում մի դեպք երբ որից ամենաշատն եք նեղվել կամ ինչ որ դեպք որ դեր մեջ տպավորվել է դպրոցում չէ ուղղակի մի անգամ դպրոցից տուն գնալուց ճանապարհին տատիկն ու թոռնիկը իրար հետ քայլում էին տատիկը դեմ դիմաց է իրանք դիմացից էին գալիս տատիկը ասենց թևով բաներից ասես նայ լիլիպուտա արդեն որ մոտիկացան ինձ այս երեխին ասես լիլիպուտ խփեց երեխուն ասում մի ասա չի կարելի ասի երեխուն խի ես խփում այդ երեխին լիլիպուտ բառը չի հասկանում շատ պիտի ասի կամ փոքր կամ պուջուր Այդ փոքր տարիքում դուք փոքր էիք փոքր ասելով երևի մի 7-րդ կամ 8-րդ դասարան կամ 9 չգիտեմ չեմ հիշում այտենց ուղղակի դեպքը ասի ինքը պիտի որ ասի որ կարճահասակ կամ պուջուր ասի այդ բառը դու մինչև չասես ինքը չի իմանալու այդ բառը մինչև հիմա էլ երեխեքը որ տենում են փոքր երեխեք ասում են այ պուջուր տատի մեկ էլ մաման կամ հետի ինչ որ իրան մանա տալի ասում չի կարելի ասում բայց երեխին վատ բան չի ասում երեխին ասում պուջուր տատի այդտեղ վատ բան չկա ես պուջուր եմ ասում պուջուր ուրիշ ինչ պետք է ասի Նայեք հիմա ժամանակները ավելի փոխվել են մարդիկ ավելի հանդուրժող են դարձել հա գուցեև սովորել են բայց նախկինում ավելի բարդ է եղել ամենաշատ ինչից եք նեղվել հենց այդ լիլիպուտ բառից եք գուցե նեղվել կամ հայացքներից եք նեղվել ամենաշատը ինչն է ձեզ այսպես անհարմարություն անհանգստություն պատճառել ծաղրանքը ավելի շատ կար որ ասենք ինքը զարմանում էր ասում վայ լիլիպուտ էդի հասկանալի է բայց որ ինքը ծաղրելով ասում ժպիտով սնտ անսովոր մի անգամ էլ այդ կինո Դավիթ կար կայարանում կինո Դավիթի աստիճաններից ես իջնում էի նշանածներ էին երևի թե ամուսիններ դժվար լինեին, որովհետև այդ աղջիկը ասեց ես քեզ չեմ ուզել։ Իրան որ նայում էի այդ տղուն ավելի շատ ես կարայի իր վրա ծիծաղայի, քան թե ինքը մեծ ականջներով, ասոբոր ինչ-որ երևույթ էր։ Ծիծաղ բանով հրճվանքով ասեց այ լիլիպուտը ասի ձեր տունը հայլիկա ասի մի հատ որ գնաս տուն մի հատ հայլի մեջ քեզ կնայես առաջինը դու քեզ կնայես հետո նոր ինձ դիմացինին կվիրավորես հա այս թեպը մտածեր այդ աղջիկը ասեց հաջողություն բաժանվեցին երևի թե չգիտեմ բայց իմ համար ես չեմ ուրախանում որ իրանք բաժանվել են մեծ համարժեք պահվածքից տվել ուղղակի այտենց դեպքերը մի քիչ ավելի բանա հա ես որ տենում եմ ես ուրախանում եմ ինձանից կոլոտն էլ կա առաջ անգամ որ ինձանից կոլոտին տեսել եմ անկեղծ եմ ասում ես ուրախացել եմ մի ուրիշ ձև բայց առհասարակ երբ որ դրսում այդպես ռեպլիկ են թողնում կամ վատ հայացքով են նայում դուք արձագանքում եք հիմա չէ հիմա առաջ ավելի շատ առաջ կարայի արձագանքեի ասենք հայլի մեջ նայել կամ հիմա չէ հիմա սովորական է ասում են էտա լիլիպուտ եմ ասում են լիլիպուտ իսկ դպրոցական հասակում կամ արդեն երիտասարդ տարիքում ամենաշատը ինչից եք նեղվել Երիտասարդ տարիքում ամենաշատը նեղվել եմ ասենք իմ հասակակիցները որ կրունգով կոշիկ էին հագնում բայց ես չէի կարող որովհետև իմ ոտքերը մանկական են փոքր այն ժամանակ չէի բայց հիմա կարող եմ հիմա մանկականներն էլ կա այդպես շատ սիրունները առաջ անգամ կրունգով կոշիկ հագել եմ իմ նշանдрեքին հարսանքին
Ոնց եք հայթայթել այդ կնունգով։ Էնվոր ասում են օթերով էի։ Սա որտեղից էիք այդ կոշիկը գտել։ Այդ կիսուրս էր գտել։ Մի քիչ դիմացից էր մեծ, մի քիչ հետևից էր մեծ, բայց հակա։ Ասես պիտի հակնես մեկը։ Իսկ դպրոցական տարիքում այդ հագուստի հետ կապված խնդիրներ։ Չէ, մենակ կոշիկի հետ ա խնդիր։ Մի պատմություն էիք պատմում, որ ասել են նույն հագուստը երիտուսով հագնում ուսանող էինք, արդեն սովորում էինք ես ու քույրիկս բլուսկաներ էր, որ ինձ շատ դուր եկավ, մամային ասի, մամ, ես էլ եմ ուզում դրանից, ասի, ես էլ էդի դեյրա կհակնեմ որպես, մենակ թևերը կկարճացնենք ու որպես շորիկ կհակնեմ, ասեց հա, վերեցինք, Անենց էր ստացվում, որ միասին չէինք հագնում, երկուսը նույն տեղում էինք սովորում, ինքը քիմիականն էր, ես էլեկտրոտեխնիկայի բաժինն էի, նույն օրը չէինք հագնում։ Մի օր մեզնից բարձր կուրսի մի հատ աղջիկ ասեց, մի օր մի քուրը շորիկ է հագնում, մի օր մի քուրը բլուսկա։ Հաջորդ օրը որ գնացինք դասի, երկուսով էլ նույնն էինք հագել։ Ասի մի քիչ ուղեղիդ որ զոր տաս, կհասկանաս, որ իրա թևերը երկար է, իմը կարճ։ Նույն շորը չենք կարա հագնենք։ Ինքը շորիկ, ես բլուսկա։ Ամեն մեկս մերը ունենք։ Ես աղջիկս զարմացած նայեց, ասի, նայ ու բտուտք։ Տիկին Հերիկնաց ձեր խոսքում նշեցիք, որ այո նախկինում ավելի շատ էիք արձագանքում, ավելի սրտին մոտ էիք ընդունում այդ ամենը։ Եղել է, ունեցել եք պահեր, երբ որ սենց շատ է եղել այդ ամեն ինչը, պարփակվել եք կամ ձեզ վատ եք զգացել։ Շատ եղել է, ասենք, նայ, ես փոքրուց 10 տարեկանից հետո, որ արդեն բոլորը հասկացան, ես նույնպես, որ հասկացանք, որ ես բոլորի նման չեմ, աղջիկները մի քիչ այդքան չէին ուշադրություն չէին դարձնում, ավելի շատ իրանք իրանց խմբերն ունեին։ Ես արդեն տղաների հետ էի, ես տղաները շատ լավ ընկերներ են, շատ լավ ընկերներ են։ Բայց այսպես հուսահատվել, պարփակվել, տանից դուրս գալ չուզենալ, այդպիսի բաներ եղել է։ Ես չեմ կարա։ Ես տանից դուրս չգամ, ես Այսինքն այդ պահին եթե ռեպլիկ է եղել, այդ պահին գուցե արձագանքել եք արձագանքել եմ, գնացել եմ, ասենք շատ է եղել, մի քանի հատն է որ մնացել է հիշողության մեջ, թե չէ շատ է եղել։ Հա, շատ Անկամ գործի, որ գնում ես աշխատանքի ընդունվելու համար, ուրեմն դե ընկերուս քույրիկը հիվանդ էր։ Ես իրան պահեցի 2 տարի, խնամեցի, օգնության կարգով սենց իրանք ինձ էին օգնում, ես իրանց վերջը։ Դրանից հետո որ արդեն քույրիկից հետո որ տունն էի, մեր բարեկամուհին էլի հիվանդ էր, խնամակալ էր պետք։ Զանգեցին, ասեցին, ասի հա կգնամ։ Ասեց դե ուզում ա տղեն գա քեզ տենա, որ հասկանա էլի։ Այսինքն ձեզ խորհուրդ էին տվել։ Աշխատանքի համար խորհուրդ էին տվել, որ ձեզ դիմեն։ Իրանք խորհուրդ էին տվել, ինքը պետք է գար, որ խոսար, որ պետք է գնայինք գյուղում։ Պահեիք, հա, խնամեիք։ Հա, գյուղում պետք է մնայինք։ Այն եկավ տղեն, խոսացինք, գումարայինով, ամեն ինչով խոսացինք, մեկ էլ ասեց, բայց կարաս, ասի, հա, ես կարում եմ, ես արել եմ այդ գործը, գիտեմ, հիվանդապա, ինչ բանա, գիտեմ, հիվանդ խնամելը որնա։ Ասեց, իմ մաման հիվանդ չի, ուղղակի պարկած է։ Հա, պիտի խնամվի, պետք է կերակրվի, պետք է, ասենք, լվացածվի, փող։ Ասի, հա, պրոբլեմ չկա։ Այս տղեն ասեց, կարեմ մի հատ ծխեմ, ասի, հա, ասի տունն է կարաս ծխես, ասեց, չէ, մի հատ դուսը ծխեմ, որ զանգայի։ Զանգել էր այդ մեր բարեկամուհուն, ասել էր դուք հասկանում եք, ում եք ասում, որ իմ մամային պետք է տիրություն անի։ Ասել էր, տղա ջան, ուզում ես ուզի, չես ուզում, կարաս նորը գտնես, բայց դե ես գիտեմ, որ ինքը կարա։ Ասեց լավ, եկավ ասեց վաղ առավոտը մենք գնալու ենք, ասի պրոբլեմ չկա։ Ես իմ որոշեց փորձի ձեզ։ Ասի կգնանք, ասել էր լավ, կգնանք, կփորձեմ։
կլնի, կարա, չի կարա։ Գնացինք, հասանք տեղ, գյուղ, որ պետք է արդեն տեղավորվենք, ոչ մի բան իրանց ուզածով չէր, ոչ սենյակը, ոչ կառավարը, ոչ մի բան չէին դասավորել, ինքը խառնվեց, բա հետ ենք գնում, ասես ես հետ գնում, դու մամային պարկացրու մի տեղ, տեսա արագի մեջ ամեն ինչը կդասավորենք, հիմա մի պանիկայի մեջ ընկի, սիրուն դասավորեցինք, արեցինք, դրեցինք, սիրուն տեղավորեցինք մամային, ասի հիմա տղա ջան, այն քարը բերում ես տեղ դնում ես ումիվալնիկի մոտ, լվացարանի մոտ, ասի որ ես կարան վրեն կանգնեմ գործ անեմ, ու մի հատ ցուցակ գրեցի, ժավել, ժեմչուկ, ինչ որ պետք էր առօրյայի համար, ասեց այդ ինչ ես անում, ասի մի հատ որ ընդհանուր մաքրություն անենք, որ փոշի է, ասի սենց չի մնալու, մեկ էլ սենց նայեց դեմքիս, ասեցի ինչ, ասեց լավ, ու ինքը գնաց, իրանք գնացին առևտուր արեցին, մինչև առևտուր արեցին, եկան, ես արդեն փոշիները սրբել էի, մաքրել էի, արել էի, դրել էի, մեկ էլ եկավ սենց նայեց, իրիկունը որ արդեն նստեցինք փոքր ճաշկերույթ կազմակերպեց, ասեց մի բան ասեմ, ասեց ճիշտն ասած, ասեց ես չի հավատում, որ դու կարաս այսքան բան անես, որ դու այսքան բան կարաս անես, իմ մամային է կարաս տիրություն անես փաստորեն, ձերներս կանթեցի, ասեցի լսի տղա ջան, դու վրա իր կասկածում, ասի դու գնա, մի շաբաթ հետո կգաս, մամատ քեզ կասի, ես ով եմ, ու ինչ կարող եմ իսկ կյանքում հաճախ են եղել պահեր, երբ որ ձեզ դիմացին ասել է, որ չես կարող անել ու ինչ է կարել խոսքով, գործով, ոնց է կապացուցել գործով խոսքով չես կարող բայց հաճախ են եղել դեպքեր, երբ որ դիմացին ձեզ չճանաչելով ինչ որ հարցերում, իրավիճակներում կասկածել է ձեր կարողությունների վրա մի անգամ, որ ես արդեն որոշեցի, որ պետք է աշխատեմ 2011 թվականին որոշել էի, որ ուզում եմ աշխատեմ, այլ տունը չմնամ, ես չեմ աշխատել ընդհանրապես, մինչև 40 տարեկան չեմ աշխատել, գնա բումբումիկը նոր էր բացվել, տեղի իմացա, գնացի, ասեցին հա, խոսացին այտենց, ասեց հա, կզանգենք, հերոսեիք ուզում հերոսեի, հա, որպես հերոսեի ուզում, ասեց ինչ հերոս, ասի թեկուզ չի բուրաշ կա, ասենք ինքը պուջուրա, այն ժամանակ հլը մաշան չկար, թե կար, չեմ հիշում, ավելի ճիշտ եթե կարել, ես տեղյակ չէի մաշայից, որտեղ այդ ժամանակ հլը փոքր երեխա չունեինք տունը, ասեց հա կզանգենք ու տենց չզանգեցին մի օր էլ մեր կայարանից դեպի ստրեչ այդ խաշմերուկի արանքում տեսա ինչ-որ շինարարություն ա գնում ու մանկական նկարներ ա մտա ասեցի բարև ձեզ, ասեց բարև ձեզ մի հատ շատ սինուն ակուրատնի հագնված տղա էր այն մեկը սենց լաթերով, շորտիկ մայկով ասեց բանը ասեցի մի բան հարցնեմ, ստե ինչ ա լինելու, այդ շորտիկ մայկովը ասեց, մանկական սրճարան, բայց ես չեմ բանանում էլ, որ ինքն ատամորենը, մեկ էլ ֆրացել եմ այդ հագնվածին, ասում եմ, իսկ իմ համար աշխատանք կլինի, էստեղ, մեկ էլ այդ շորտ, հա, ասեց, դռների մոտ կերպար, կուզես, ասի, հա, մի անգամից պատկերացրել է ձեզ իրանք մի անգամից պատկերացրել են, ասեցի, հա, խիչ եմ ուզի։ Դուք նաև կրկեսում եք, չէ՞ աշխատել։ Հիմա էլ, մինչև հիմա էլ, ասենք մեծ որը նոմա մեծ համերգ կրկեսը բեմի վրա պարոն Խուրշուջան Ձեզ հրավիրել Վաչե Խուրշուջյանը, հա, առանցից չի անում։ Իսկ մինչև 40 տարեկան ինչու չեք աշխատել ու ինչու հենց 40-ից որոշեցիք, որ պետք է աշխատել։ Մինչև 40 տարեկան, մինչև 38 տարեկանը ամուսնացած եմ եղել, իսուրս խտրակ դեմ էր։ Տրականապես դեմ է եղել։ Հա, ասպես ոնց թե։ Իմ հարցը աշխատել։ Մի անգամ որոշեցի, որ պետք է աշխատեմ, ամուսինս ասեց, ուզում ես աշխատի, բայց պետք է զանգես կիսուրիդ հետ լեզու գտնես։ Ես դեմ չեմ։ Ասեց, ես դեմ չեմ, ասեց, հա, կիսուրս Ռուսաստանում էր, Չեբոքսարիում էր։ Զանգեցի, ասեցի, մամասի, սենց
լավաշի ցեղ կա, այնտեղ ուպակովչիկ։ Պետք է լավաշները ցելոֆոնի մեջ դնեի։ Ասեց ամուսինը դգիտի, ասի հա, ասում մամային հարցրու։ Ասեց մի հատ դու ամուսնուդ։ Եվ դուք աշխատեցիք։ Ես արդեն հասկացա, որ ինչ աշխատես։ Շատ լավ։ Ուղղակի այդ ժամանակ խնդիր չունեի գումարի, ասենք ոչ մի բանի, ուղղակի ուզում էի դուրս, հա։ Տիկին Հերիկնաս, իսկ առօրյայում խնդիրներ ունենում եք տան գործերի օրինակ, կամ ամենաբարդը որ գործն է, որ այնուամենայնիվ չեք Իմ համար ամենաբարդը եղել է լուսամուտ մաքրելը, որ չեմ կար, նամանավանդ այն ժամանակ, հիմա էլի ոչինչ, էշը ցեխից հանում եմ, այն ժամանակ Մոսկովսկի լուսամուտներն էր, որ մեկից բացվեր, մաքրվեր, էդի ընդհանրապես չէի կարում, իսկ հիմիկվաններ են փայտիկներն էլ կա, փայտիկների վրա դնում ես, մաքրում ես, հետո ասենք փոքր փեղկեր են, կարում ես հիմա ոչինչ։ Առաջ ոնց էի կանում այդ ինչ։ Առաջ օգնական ունեի Վարդուհին։ Ես որ ասում էի, ես ուզում եմ մաքրություն անեմ, ինքը գալիս էր ամենաառաջինը լուսամուտներ մաքրում, մեկ էլ մի հատ մեծ սերվանդ ունեինք գորկաները։ Մեկ էլ դա էր մաքրում։ Մեկ էլ դա էր։ Թե չէ լուստրեն աստիճանի վրա փոքր աթոռը դնում էի, կանգնում էի, մաքրում էի, վարակույրները աստիճանի վրա դնում էի, կանգնում էի, կախում էի։ Ասենք խնդիրը միակ խնդիրը եղել է այդ լուսամուտ մաքրելը։ Այսինքն կենցաղում այս պահին չունեք որևէ գործ չեք կարողանում անել, կամ աթոռներ ունեմ, այդ աթոռներով կարում եմ այստեղից այնց շարժվում։ Շատ լավ։ Իսկ հագուստի ընտրության, կոշիկի ընտրության հարցում ունեն մեկ դժվարություններ, թե հիմա ամեն մի քիչ կոշիկը, որտեղ թաթերս լայն է, ասենք մանկական եմ հագնում, էտա, թե հագուստը չէ։ Մի հատ թևերը պետք է կարճացնեմ, տաբատներն էլ ներքևից պետք է կարճացնեմ, թե նորմալ է լինում, ուսերը նորմալ է, ինչ էլ որ չի լինում, ես կարում եմ։ Պերեջելկա հայրենոս ձևափոխություն անեմ, հա։ Հետո ես չեմ սիրում, ասենք, որ շորը հագնում եմ նույն ձև մնա, եթե պարտադիր պետք է ձևափոխեմ, դեկորս կնիկը միշտ ասում է, մինչև քո ասեղութելը չկպնի, դու չես կարա հագնես, մի հատ նոր բան չես կարա հագնես։ Շատ լավ, այս պահին աշխատանք ունեք, թե? Այս պահին աշխատանք Իմ աշխատանքը իմ թորնիկներն են, քուրիկիս զույգ թորնիկներ ունեն։ Դուք երեխաներ չունեք։ Չէ, ես երեխաներ չունեմ։ Չէ, ես երեխաներ ունեմ։ Ես չեմ իմ սեփականը չի։ Միշտ բաներ իմ ասում են իմ ապորինի 7 հատ երեխաներ ես։ Քուրիկի երեխաներ։ Իմ քուրիկի երեխաները, տեքրներից երեխաները, իրանց թորները ընկերուս երեխեքը։ Տիկին Հերիկնաս, իսկ հիմա փողոցում հայացքներն ավելի քիչ են դարձել, թե էլի կան։ Չէ, ավելի քիչ են դարձել, որովհետև այն ժամանակ, ասենք, մեկը ես այդքան չէի շփվում, ասենք, բան չէի անում, բայց հիմա իմ նմանները շատ կան։ Արդեն շատ են մարդկանց մեջ դուրս են գալիս, մարդկանց հետ շփվում են, արդեն ոչ որ սովորական է։ Ես հումորի լիգա մասնակցեցի, չէին սպասում, մամայի եփածը ուրիշ է, արդեն ոնց որ նաև էկրանից են տեսնում, սովորում, չգիտեմ, աշկները արդեն սովոր է, շատ ժամանակ, բայց նայ, այն ժամանակ, որ բոլոր տեղերը, ասենք, սովոր չէր, չէ, արձագանքում էին, Ավան թաղամասը միակ թաղամասն է եղել, որ ես առաջի օրվանից մինչև այսօր ես չեմ զգացել իրանց ոչ հայացքը, ոչ իրանց արտահայտությունը, դեմքի միմիկան, չգիտեմ ինչի Ավան թաղամասում ինչ ընդունեցին այնց, ոնց որ ես կամ, հա, ոնց որ ամբողջ կյանքս այդտեղ մեր թաղումը տես չի, ոնց որ Ավանում։ Իմ համար դա զարմանք էր։ Դա իմ համար ամուսնուս։ Չգիտեմ ինչն էր պատճառը, ոնց է։ Իսկ մեծերի հետ եք ավելի հեշտ լեզու գտնում, թե երեխաների։ Երեխաների։
Ես մաքուր են։ Բացի մաքուրը ես իրանց հետ ավելի շատ երևի է դա պատճառը, որ ես մնացել եմ նույն ուրախ ժպիտով։ Իսկ շատ հարցեր չեն տալիս, երեխաները անհարմար հարցեր չեն տալիս։ Չէ։ Իսկ չեն զարմանում կամ հարցնում, այ օրինակ ինչու եք փոքր, մեր չէ, հիմա տեքորս չնայած տեքորս երեխեքն էլ այն ժամանակ որ գաբաներ ելում գալիս էին չափում էին բոյները, բայց իրանց համար դա սովորական էր, որովհետև այդ նույնը հոպարի հետ էին արել։ Հոպարի հետ էին ան։ Հիմա քրոջս թորները գալիս են քրոջս մեծ թորը, տղա թորը անցած անգամ եկավ կանգնեց կողքս սենց հարեց։ Նան, ասաց ես արդեն քեզանից մեծ եմ։ Ասում երկրորդ դասարան ասում դու մեծ ես, ասում չէ բույով եմ։ Արդեն ինքը հասկանում որ ինքը արդեն բույոված է։ Հիմա երեխեքը որ չեն չուտում ասում նայեք հենց չուտեք իմ նման փոքրիկ մնալու։ Օգնում է։ Մի քիչ աշխատում եմ, մի քիչ։ Տիկին երեքնած ասում են ուժեղ մարդը նա չէ ով հեշտ ճանապարհներ է փնտրում, այլ նա ով կարողանում է բարձ ճանապարհներին հեշտ լուծումներ գտնել։ Դուք կարողացել եք ձեր կյանքում բոլոր իրավիճակներում, չեմ սխալվի եթե ասեմ բոլոր իրավիճակներում գտնել այդ հեշտ լուծումները ձեզ համար։ Բայց ցավոք բայց ցավոք սրտի կան մարդիկ, թեկուզ նույն կարճահասակություն ունեցող, ովքեր չեն գտել այդ լուծումները, պարփակվել են, չգիտեմ, կտրվել են, մեկուսացել են, նրանց ինչ խորհուրդ կտաք։ Կամ ոչ միայն կարճահասակություն ունեցող, ցանկացած անձ, ով իր խնդիրը չի կարողացել ընդունել եւ համակերպվել դրա հետ։ Ինչ խորհուրդ կտամ։ Կյանքին նայես ուրախ։ Սիրես կյանքը, մեկ ասում են ինչա սերը, չէ, սեր բառը ինչա նշանակում, իմ համար սեր բառը շատ մեծ բովանդակություն ունի, ես շատ եմ սիրում սեր բառը, ես շատ եմ սիրում, ես սիրում եմ կյանքը, ես սիրում եմ իմ երեխեքին, իմ շրջապատը, իմ ամեն մի օրը ես բոլորի իմ ընտանիքին եմ սիրում, իմ հարազատներին եմ սիրում։ Մի անգամ մորքուրիս տղայի հետ խնդիր ունեինք իրանց կնոջ հետ խնդիր կար, պիտի գնայի, ասացի ես կգամ երեխեքին պիտի էլի երեխեքի համար, երեխեքին պիտի նայի։ Մի օր ասաց ընկերները հավաքվել էին, ասացին դու որ չլեիր ոնց պիտի անեինք։ Մեկը մորքուրիս տղին ասեց նան, ասեցի չան, ասեց մի հատ բրունց կարա, բրունց կարեցի, բրունցքս բրունց ասեց, ես փոքր սրտիկի մեջ, ասում են որ ամեն մի բրունցքը իր սրտի, ասեց այդ փոքր սրտիկի մեջ, այդքան շատ սրտիկներ ոնց է սպահում, ասի ատեղա փոքր չի, ինքը ինքան շատ մեծ է, ուղղակի չի երևում։ Մի հարց էլ տամ ու ավարտենք։ Իսկ կյանքում ունեցել եք հիասթափություններ կամ ներքին խռովություն, թե ինչու եք դուք տարբերվող։ Չէ, ես ինչ երազանք ունեցել եմ, իմ մանկության երազանքներին հասել եմ, թեկուզ ամենամեծը որն է։ Ամենամեծ երազանքը, այդ որ 10 տարեկանում արդեն հասկացա, որ ես բոլորի նման չեմ։ Մինչև այդ դրանից հետո էլ ինչքան հարսանիքներ էր լինում, ես միշտ պետք է մասնակցեինք ես ու պապաս, ով գնար մեր ընտանիքում չգնար, ես ու պապաս պիտի գնայինք։ Ու միշտ այդ հարսի շոր հագնելը, հարսիկները, ես միշտ պատկերացնում եմ, ես էլ պիտի ու դրանից հետո ես հասկացա, որ ես այս նույն մարդի նույնը չեմ, բոլորը, ասում եմ, գիտենաս ես հագնելու եմ ու իմ երազանքի շորը։ Այդ երազանքի շորը ես երազել եմ 10 տարեկանում։ 10 տարեկանում մեր հարևանի տղու հարսանիքներ իրակինը շատ սիրուն հարսիկ էր։ Սենց մի ուրիշ տեսակ ու իրան նայելով ասում էի այս սենց այդ իրա
գլխարկը, իր այդ ամեն ինչը։ Ու ես իմ երազանքի շորը հայքել եմ։ Իմ երազանքի հարսիկի շորը։ Ու այդ օրը իմ համար ու ես հասկացա, որ ես ինչ երազ եմ պիտի հասնեմ։ Ու իրոք տենցա։ Մի քիչ ուշ, բայց հասնում եմ։ Լուսանկար չունեք այդ շորով։ Իմ ամուսինը չէր սիրում նկարվել։ Մի հարց էլ պետք է տամ, վերջ։ Իսկ անհարմար հարցեր եղել են ձեզ կամ ամենաանհարմար հարցը, որ ձեզ տվել են, որն է եղել։ Ամենաանհարմար հարցը չեք մտաբերում։ Կամ չի եղել, կամ էլ երևի թե չի։ Իմ ամենաչսիրած հարցերից մեկը ուզեիր բոյով լներ։ Որ այդ հարցը տալիս են, ասում եմ չէ։ Ու իրոք չէի ուզ, որ ես ասում եմ, եթե ես բոյով լինեի, ես կարող սենց լավ մարդ չլինեի։ Չգիտեմ ինչի իմ մոտ այդ տպավորությունը կա, որ ես եթե բոյով լինեի, ես սենց չէի լինի։ Միշտ դեքորս աղջիկը ասում այն ինչի միջով որ դու ես անցել են դժվարությունները, այդ ամեն ինչը ինքը շատ լավ գիտի։ Ասում այդ քո նմանները ասում կարող է քո տեղը ուրիշը լիներ, հիմա շատ չարած, հակառակը դու մի բան էլ ավելի ասենք բարիությունը ավելի ես կարում։ Բայց դուք չեք սիրում այդ դժվարություններից խոսել կամ էլ այնպես գունավոր եք ներկայացնում, որ դիմացինի համար դա որպես դժվարություն չի ընկալվում։ Հա, չէ, իմ դժվարություն ես ոչ էլ ասենք ասում եմ ինչ դժվար, իմ դժվարությունները իմն ա եղել։ Հա, իմ տեքոր աղջիկը գիտի, որովհետև ինքը իմ հետ ապրել ա, տեսել ա, գիտի։ Ասենք ուրիշ մարդ մի օր դրսում մեկը ասեց, «Բա երնեք քո տիրոջը», ասեց, բանը համբույի նման ամուսին ունես, կիսուրիդ նման կիսուր։ Կիսուրս ասեց, կիսուրի կարող է կիսուր լինի, բայց համբույի նման ամուսինը արի քեզ տամ էլի, ինչ կլինի։ Մի ժամ չեք պահի։ Շատ լավ, Տիկին Հերիկնա, շատ շնորհակալ եմ, որ եկաք, այս դրական էմոցիաների համար եմ շնորհակալ։ Լավ եղեք։ Ես եմ շնորհակալ, որ հյուրընկալեցիք ինձ։